Ողջույն սիրելի ժողովուրդ։ Սիրելի ժողովուրդ։ Այս քարոզարշավի ընթացքում բազմաթիվ հանրահավաքների եմ մասնակցել։ Չի եղել գետ մի հանրահավաք, որ ժողովրդի միջով բեմին մոտենալիս լինեմ ու գոնե մի քաղաքացի ձեռքս չբռնի ու չասի. Մեզ սրանց հետ մենակ չթողնեք։ Ֆենոմենալ բան է, ժողովուրդ։ Իրավի ֆենոմենալ բան է։ Ախր մենք իրար ձեռք բռնած, մենք իրար հետ մեջքի տված, այսքան փորձությունների մեջով անցել ենք, որ իրար մենակ թողնենք։ Ապրեք, ոչ եւ էլի ոչ։ Բայց ես հասկանում եմ, թե մեր քաղաքացին, մեր ընկերը ինչու է այդ հարցը տալիս։ Ես հասկանում եմ, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը կաշվից դուրս է գալիս, որ տպավորություն ստեղծի, թե պաշարել է Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն։ Այդ եռագլուխ կուսակցությունը ու իրանց պոչը փորձում են իմիտացիա ստեղծել, թե քեշ փողով առել են Հայաստանի քաղաքացու խաղաղ, ազատ ու երջանիկ ապրելու կամքը։ Իսկ որինն էլ որ չեն առել, ասում են այդ մեկի տեղը 10 ուրիշին կբերենք դրսից, ճնշելով կբերենք, վախացնելով կբերենք։ Նրանք եկել ու քեզ, սիրելի քաղաքացի, մի հարց են տալի, ասում են կծախես ծնողներիդ առողջապահության ապահովագրությունը, ասում են կծախես տատիկներիդ ու պապիկներիդ արժանապատիվ ծերության իրավունքը, ասում են կծախես երեխայիդ նորակառույց դպրոցը կամ մանկապարտեզը, ասում են կծախես նոր ոտքի կանգնող ու ժամանակակից զենքերով զինվող բանակըդ, ասում են կծախես երեխաներիդ խաղաղ ապագան, ու վերջապես ասում են քեշ փողով կծախես հայրենիքդ։ Ոչ, իհարկե ոչ, բայց իրենք այս ոչը չեն հասկանում, թե ոնց կարող է ինչ-որ բան, տո թեկուս հայրենիքը մարդը ավելի բարձր գնահատի, քան քեշ փողը։ Ու դրա համարա, որ այսօր դրանցից մեկի Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը կալանավայրում է, որովհետև ըստ մեղադրանքի $622,000 դիմաց ծախել է հայրենիքը։ Ու դրա համար է, որ այս օրերին Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին անմարդկային ճնշումների տակ գցելով ստիպում ու բերում են Հայաստան, որ դրսի մեր հայրենակիցների ձեռքով կատարածեն Հայաստանի խաղաղությունն ու պետականությունը ուրիշի ոտքի տակ մատաղ անելու իրենց հրեշավոր ծրագիրը։ Բայց այս մարդիկ, Գալուգացին, Ծառուկյանը, Քոչարյանը ու դրանց պոչերը չեն հասկանում մի բան, մի շատ պարզ բան, Հայաստանը անտեր չի, Հայաստանի տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում վերջապես վերահաստատել է Տիրոջ իր իրավունքը։ Հայաստանը այլևս ընդմիշտ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանում տերը դուք եք, ձեզնից յուրաքանչյուրն է, ու դուք ձեր տիրոջ իրավունքը երբեք ու ոչ մեկին չեք զիջելու։
Այնպես որ, սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին գրոհեք ընտրատեղամասերը եւ 16 ամառի քվեաթերթիկներով վերջին դասը տվեք դասերի չհաճախած տգետ օլիգարխներին, տվեք այդ վերջին դասը, տվեք այդ վերջին դասը, տվեք այդ վերջին դասը։ Սիրում եմ բոլորին։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։